Ազատության ուղիղ եթերում լրատվական թողարկումը շարունակվում է, քիչ առաջ դիտում էիք Վանաձորի արդեն ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հարցազրույցը։ Մենք օրվա ընթացքում կրկին կփորձենք ուղիղ միացումներ ունենալ Վանաձոր, ինչպես նաև Գյումրի, որտեղ աշխատում է Սաթենիկ Կաղզվանցյանը, այնտեղ էլ ընդդիմադիր ավականու խմբակցությունները բոյկոտել էին այսօրվա ավականունիստ, այդ թեմայով նաև զրուցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի հետ։ Իսկ այժմ Վանաձորում ստեղծված իրավիճակից խոսենք մի փոքր էլ արդեն Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ, զրույցի միայն առաջի հատվածն է դրա մասին լինելու, շնորհակալ եմ պարոն Սարգսյան հրավեր ընդունելու համար, եւ քանի որ հիմա իրավիճակը թեժ է Վանաձորում, նախ անդրադառնանք Վանաձորին, հա։ Ի վերջո այստեղ պարոն Սարգսյան, ընդդիմությունը միավորվել էր, հայկական վերածնունդը, Լուսավոր Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը ընդդեմ Հանրապետականի եւ պաշտպանում էին ընդդիմադիր թեկնածուին։ Ըստ համաձայնագրի, որը կնքել էին, 18 ձայն պետք է ունենար ընդդիմությունը եւ 15 ձայն Հանրապետականը, եթե գումարեին դրան դաշնակցության ձայները, լինում էր 17։ Բայց արդյունքները 19-ը 14 եւ Հանրապետական կուսակցության թեկնածուն ընտրվեց։ Ի վերջո ձեր կարծիքով սրա պատճառը ինչը կարող է լինել։ Այն ուժերը, ովքեր մարտի 1-ից հետո աջակցեցին Սերժ Սարգսյանին, կիսեցին նրա հետ 10 զոհերի պատասխանատվությունը, մեծ ցանկության դեպքում անգամ նրանց ընդդիմություն համարել ես չեմ կարող եւ որևէ համագործակցություն այդ ուժերի հետ բացառում եմ։ Իսկ ընդհանուր առմամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում քավորսանիկական, ադմինիստրատիվ ռեսուրսի եւ փողի ընտրություններ են, որևէ կապ չունեն քաղաքականության հետ եւ որևէ խնդիր չեն լուծում։ Ոչ հիմա, ոչ ապագայի, ոչ 2017-ի համար։ Դրա փայլուն օրինակը Ռաֆի Հովհաննիսյանի 2013 թվականի ընտրություններն էին, երբ որ այդ մարդը ոչ միայն քաղաքապետ չուներ, այլև ավականի չուներ, բայց այդ նույն քաղաքներում Սերժ Սարգսյանին 55-60%-ով նույնիսկ այդ կարգի խախտումների պարագայում հաղթեց։ Այնպես որ երրորդական բան են այս ընտրությունների արդյունքները, մեր ժողովուրդը միայն համապետական եւ նախագահական ընտրություններն է, որի դեպքում ինքը համարում է, որ իր կյանքում կարող են փոփոխություններ լինել, իսկ Վանաձորի քաղաքապետը ով կլինի կամ Արարատի գյուղապետը ով կլինի, դրանից մարդը համարում է, որ իր կյանքը չի փոխվելու, չի փոխվի ու այս խնդրում գործում է այլ տրամաբանությամբ, այլ մեթոդաբանությամբ։ Սա է պատճառը հիմնականը։ Պարոն Սարգսյան, ի վերջո տեսեք, այստեղ ընդդիմությունը պնդում է, որ ճնշումներ են եղել Հանրապետականի կողմից։ Ձեր կարծիքով նման բան հնարավոր է կամ ընդհանրապես ճնշումների արդյունքում հնարավոր է նման արդյունքների հասնել։ Գիտեք, այս իշխանության պարագայում, որը հանուն սեփական իշխանության, հանուն սեփական ունեցվածքի, հանուն սեփական եսի, հանուն փառամոլության ընդունակ է ամեն ինչի, ոչ միայն ճնշումներ, այլև սպանություններ են հնարավոր, այնպես որ որևէ բան ես չէի բացառի։ Շատ լավ, անցնենք այլ թեմաների, վերջերս ձեր կուսակցությունը փաստորեն նշում էր արդեն իր հիմնադրման 15-ամյակը եւ փաստորեն այդ միջոցառմանը նշելու միջոցառմանը հրավիրել եք կոնկրետ մի քանի կուսակցությունների, չէ՞, ու ընդդիմադիր կուսակցություններ էին հիմնականում։ Նախ ուզում եմ ասեք, հա ինչն էր պատճառը, որ կուսակցություններն եք հրավիրել, ինչն էր պատճառը, որ ընտրել եք հենց այդ կուսակցություններին։ Ասեմ, որ բացի կուսակցություններից հրավիրել էի լրատվական դաշտի են ներկայացուցիչներին, ում հետ երկար ճանապարհ ենք անցել, այդ թվում նաև ձեզ Ազատություն ռադիոկայանին է հրավեր ուղարկել, դժբախտաբար չէիք եկել, չգիտեմ ինչու։ Հրավիրել էի նաև դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչների, ովքեր 2003-2008 թվականներին արձագանքել էին քաղբանտարկյալների մասով եւ իրենց աջակցության շնորհիվ էր, որ այդ մարդիկ ժամանակից շուտ կամ դատական process-ներում գոնե 1-2 տարում կարողացան ազատվել ու առեսօր Եվրոդատարաններում դեռ այդ խնդրով դատական process-ներ էին գնում։ Հրավիրել նաև են քաղաքական կուսակցություններին, ում հետ այդ ճանապարհն անցել ենք։ Չեմ հրավիրել միայն իշխանական կուսակցություններին, որովհետեւ համարում եմ, որ քաղաքականության հիմքը արդար ընտրություններն են։ Եթե արդար ընտրությունների ժամանակ դու հաղթում կամ պարտվում ես, հարգում ես հակառակորդիդ, ընդունում ես քո պատմությունը, ընդունում ես, որ ժողովուրդը չի հասկացել, չի ընդունել քո գաղափարները, շտկում ես դրանք կամ ասում ես ժամանակը գա կհասկանաք, ու այն ով որ հաղթել է, սեղմում ես նրա ձեռքը, բայց երբ որ այդ ուժը կրակում է քո վրա, կեղծում է ընտրությունները, պորոտախոս տարբեր պորտախոս տարբերակներով փորձում է վարկաբեկել քեզ թողնել լուսանցքում։ Գաղափարական վեճերից խուսափում է այդ ամեն ինչը վերածելով փողի եւ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, այդ ուժի հետ հրավիրես, որ ինչ անես։
որ ասես գիտեք դուք եք քաղաքական, իրենք քաղաքական չեն, իրենք քրեա օլիգարխիկ են, քաղաքականության հետ կապ չունեցող ուժեր են դրանք եւ դրանց արբանյակները ովքեր այսօր այստեղ քվեարկում էին եւ այս երկրի այսօրվա այս իրավիճակի պատասխանատուներից հիմնականները նաեւ այդ նույն օրինաց երկիրն ու Բարգավաճ Հայաստան կուսակցություններն են, որոնք չգիտեմ ինչ տրամաբանությամբ են այսօր իրենց ընդդիմադիր համարում ու մտել դրա մեջ ու զարմանում են մարդկանց վրա, ովքեր դրանց քվե են տալի։ Այսինքն այս կուսակցություններին հրավիրես իրենք քաղաքական ենթատեքստում չկան։ Իրենք փողային ենթատեքստում են, պայմանավորվածությունների ենթատեքստում են ու թքածուն են, թե այս երկրի քաղաքացին աղքատ է, լքում է երկիրը, Ղարաբաղը հարց ունի, թե չունի, կարևոր իրենք չաղ լինեն ու բախտավոր ու վերևներում լինեն, որ իրենց մեքենաներով պտտվեն ու ավտոտեսուչներին էլ իրենց թույլատրության թղթերը ցույց տան։ Այս է դրանց երազանքը, իրենք այդ են երազում, բայց բարեբախտաբար այդ չի կարող անընդհատ տևել ու դրա փոփոխության ժամանակն էլ կգա ու այդ փոփոխության ժամանակից վախենալով էր որ Սերժ Սարգսյանը դրեց սահմանադրության փոփոխություն սահմանադրության հանրակրվե արեց փոփոխեց որ հանկարծ չլինի թե ամեն անգամվա նախագահական ընտրություններից հետո հետընտրական process-ն է այդ սահմանադրակցության փոփոխությունը միայն դրա համար էր որ հետընտրական process-ներ չլինեն սխալվել է այդ իր համար մեկ կոպիտ սխալներից է եւ այս անգամվա 2017-ի խորհրդարանական ընտրությունները նաև նախագահական ենթատեքստում են լինելու եւ հետընտրական process-ները շատ ավելի բուռն են լինելու, քան 2008-ին էին, 2003-ին ու 2013-ին։ Պարոն Սարգսյան, քանի որ խոսեցիք նաև խորհրդարանական ընտրությունից, նոր սահմանադրությամբ, փաստորեն այս երկու քաղաքներում Վանաձորում եւ Գյումրիում նոր սահմանադրությամբ նոր կարգով էին ընթանում եւ ըստ էության սա նաև ասում են ոչ պաշտոնապես մինի խորհրդարանական ընտրություններ պես, երբ ձևավորվում է խմբակցություններ, ովքեր քաղաքապետը տվյալ դեպքում, ասենք, խորհրդարանում կլինի կառավարության ղեկավարը, այդ խմբակցությունները բոնուսներ են ստանում, ընտրում են ի վերջո։ Այս պատկերը, հա, խոստանում էին, չէ, իշխանությունները, որ ընտրությունների պատկերն է փոխվելու, ավելի դա փաստորեն ժողովրդավար ենք լինելու։ Ի վերջո այս պատկերը տեսնելով, սա կարելի է պրոյեկտել խորհրդարանական։ Գիտեք ինչ, սխալվում են այն մարդիկ, իմ կարծիքով, ովքեր համարում են, որ սա մինի խորհրդարանական ընտրությունն է։ Նորից եմ ասում, Վանաձորում քաղաքապետը ով ուզում է լինի, աշխատելու է նույն Վանաձորի մարզպետի հետ, ոստիկանապետի հետ, ազգային անվտանգության պետի հետ։ Հետևաբար իրենից ոչ մի բան կախված չի ու չի փոխվի։ Եվ Վանաձորի շարքային քաղաքացին այդ շատ լավ հասկանում է։ Նույնիսկ երկրի վարչապետից բան չի կախված։ Այդ կախված է նախագահից։ Էլ ուր մնաց Վանաձորի քաղաքապետից կամ Դավալուի գյուղապետից։ Բան չի կախված դրանից։ Հետևաբար մարդը դրան այդպես չի մոտենում։ Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ մարդը դա համարում է քաղաքական, համարում է, որ Սերժ Սարգսյանի փոփոխությունը Ռաֆ Հովհաննիսյանով կամ Լևոն Տեր-Պետրոսյանով կամ Ստեփան Դեմիրճյանով բան է փոխում, որից իր կյանքը կարող է փոխվել, իր հարազատը կարող է Ռուսաստաններից տուն գալ, իր երեխան բանակում կարող է ու այս դեպքում իր քվեարկության բովանդակությունն ու իմաստը ուրիշ է։ Այդ իշխանություններին է ձեռնատու կամ այն ուժերին, ովքեր, ասենք, երկրորդ, երրորդ տեղ են բռնել, այդ բացառությամբ լուսավոր Հայաստանի, որին այդ ենթատեքստում չեմ նայում, համարում են, որ խորհրդարանում էլ, ասենք, առաջինը լինելու է հանրապետականը, երկրորդում Բարգավաճը, երրորդում օրինացը։ Այդ իշխանության ծրագիրն է, այդ ակնհայտ երևում է, ու այդ որևէ մեկին բացատրել էլ պետք չի, հասարակությունը շատ լավ հասկանում է, ու իմ մեկնաբանության կարիքն էլ չկա սրանում։ Պարոն Սարգսյան, շուտով խորհրդարանական ընտրություններ են, բավականին քիչ ժամանակ է մնացել։ Ի վերջո ձեր կուսակցությունը ինչ է որոշել, մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։ Իհարկե մասնակցելու է, քաղաքական կուսակցությունը, եթե բոյկոտում է համապետական ընտրությունը, այդ արդեն կամ պիտի մտածի իր լուծարման մասին, կամ երկրում պիտի այնպիսի իրավիճակ լինի, որի պարագայում ընտրությունները դառնան երկրորդական։ Հիմա ոչ մեկն է, ոչ մյուսը, եւ մենք միանշանակ մասնակցելու ենք։ Մենք չենք համարում ի տարբերություն շատ քաղաքական վերլուծաբանների, լրատվական դաշտի ներկայացուցիչների, որոնք սկսում են մեր ժողովրդին համոզել, որ իրենք դատապարտված են, ապրել ռուսի հետ, ապրել Սերժի հետ, Եդինի Ռասիայի կարգ ու կանոններով, ու Հայաստանը եթե դրանով չապրի, ուրեմն կպայթի։ Հակառակ դեպքում այ ռուսները կսեղմեն, Թուրքիան մեզ կուտի, լսել ենք այս խոսակցությունները, այս անիմաստ բան է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ հավերժ չի, որ ինքն էլ լուրջ խնդիրներ ունի, նույն Սիրիայի հետ կապված ինքն արդեն։ Եվ գիտեք ինչ, մենք գտնում ենք, որ ժամանակն է, որ մեր ժողովուրդը քաղաքակրթական ընտրություն անի։ Ինքը ինչպիսի Հայաստան է ուզում։
Հայաստան, որը եվրոպական երկրների նման լավ կրթական համակարգ ունի, որտեղ առողջապահությունը ապահովված է, որտեղ մարդը աշխատանքով ապահովված է, սոցիալական ապահովության խնդիրներ կան, որտեղ քայլ-քայլ խնդիրը գնում է արդարության, ասենք մեր հարևան Վրաստանի նման, որը քայլ-քայլ մոտենում է նոր իրավիճակների, թե մենք ուզում ենք այնպիսի երկիր, ինչպիսին Ղազախստանն է, Ուկրաինան է, որ մեր նախագահը լինի Լուկաշենկոյի նման բացկա Էզևի կամ Պուտինի նման նենց ուժեղ տղա։ Այսինքն հանրապետություն կուսակցությունը արևմտամետ գիծն է տանելու։ Գիտեք, մենք գտնում ենք արևմտամետություն ասած այդ մետությունը էլի պիտակ է, յարլիկ է իշխանությունները։ Այդ քաղաքակրթական ընտրության առումով մենք գտնում ենք, որ մեր ժողովուրդը իր էությամբ ավելի շատ եվրոպական արժեքներ կրող է, քան ասիական արժեքներ կրող։ Դա ակնհայտ է։ Մենք մեր էությամբ ասիական արժեքներ չենք կրում։ Այն համակարգը, որը ապրում են Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, մուսուլմանական այլ երկրներում, այդ ասիական, ասենք Ղազախստանում եւ այլ, ոչ միայն իսլամի հետ կապված։ Այդ համակարգը մեզ ավելի խորթ է, քան այն համակարգը, ինչը Եվրոպայում է։ Ձեր ծրագրում խորհրդարանականի լինելու է այդ ուղղությունը։ Մենք գտնում ենք, այո, որ մենք քաղաքակրթական ընտրություն պիտի անենք, մեր քաղաքակրթական ընտրության առանցքը պիտի լինի եվրոպական արժեքներին համապատասխան պետություն ձևավորելը, եւ այս ենթատեքստում մեզ որպես բարեկամ պետություններ, նայում ենք Արևմուտքը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, մենք տեսնում ենք, որ նման փոփոխությունների Վրաստանն ու Ուկրաինան հասել է նաեւ այդ ճանապարհով։ Այդ ճանապարհով է, որ հասարակությունները գնացը, տեսեք, Հայաստանում իշխանափոխություն չեղավ 2003 թվականին, չեղավ 2008 թվականին, 13 թվականին, ինչու։ Շատ պարզ պատճառով Հայաստանում հասարակական զանգվածները փողոց դուրս գալու իրեն չափով, մակարդակով ավելին էին, քան Վրաստանում ու Ուկրաինայում։ Հավատացնում եմ ձեզ, այդպես է, ավելի ակտիվ էին ձևի մեջ։ Բայց չեղավ, որովհետև այդ ժամանակվա այդ ուժերին ղեկավարող լիդերները հաղթանակը գնում էին Մոսկվայից բերելու։ Իսկ Մոսկվան միշտ գերադասել է գործ ունենալ գործող իշխանության հետ եւ աջակցել գործող իշխանությանը։ Եվ այդ պարագայում նման զանգված ունենալով ադմինիստրատիվ ռեսուրս, նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում հասարակական ռեսուրս, ֆինանսական ռեսուրս, քաղաքագիտական բոլոր ատրիբուտներն ունենալով պարտվեցինք, որտեղ արտաքին քաղաքական ռեսուրսը խաբեց, ում վրա որ հույս էին դրել։ Իսկ արևմուտքի հետ տեղի ունեցող գործընթացները այն դեպքում, որ դա նաև մեզ հոգեհարազատ է, այն դեպքում, որ մեր, ասենք, վարորդները գնալ գալով Ռուսաստան հետ գալուց հիանում են Վրաստանի մաքսային ծառայություններով, այնտեղի կարգ ու բարգով, չգիտես ինչու ուզում ենք Ղազախների կամ Բելարուսի նման ապրել։ Դե բերեք օրինակ է այդտեղից վերցնենք ու մենք որպես Եվրասիական միությունից միանշանակ պետք է այդ Եվրասիական հետամնաց միության արդյունքն է Հայաստանի այսօրվա տնտեսության վիճակը։ Կարեն Կարապետյանը, որ իրեն ճղիել, բան չի փոխվելու, որովհետև մենք այդ եվրասիական փտած համակարգում ենք։ Մեր արդեն բանը հասել է նրան, որ մեր, չգիտեմ, վարչապետներին, նախարարներին Եդինի Ռասիա կուսակցությունն է նշանակում։ Մենք կորցնում ենք մեր անկախության այն ատրիբուտների ամենավերջի կետերը եւ այս պարագայում իհարկե պիտի եվրասիականություն։ Եթե մենք ուզում ենք մեր տնտեսությունը զարգանա, պատժամիջոցների այս պարագայում Ռուսաստանի տնտեսությունն է տասնյակ տոկոսավոր քայլերով հետ գնում։ Այդ մենք որ նրանից կախված ենք, այնտեղից եկող տրանսֆերների հաշվին են այստեղ երկիր պահումը լհետնել գողանում։ Մենք այդտեղ ո՞նց ենք հարստում, ո՞րն է լինելու այն փոփոխությունը։ Ես ասում եմ, նույն Վրաստանում փոքր, բայց այդ փոփոխությունները երևում են, քիչ, բայց երևում են։ Այս տարածաշրջանում, երբ որ նայում ես, այդ փոփոխությունները չկան Ադրբեջանում, որտեղ ինքը չնայած Թուրքիայի նման բարեկամ երկիր ունենալով, միևնույն է, քանի որ այն համակարգում չկա, ներդրում չկա։ Հայաստանում ներդրումային իրավիճակը 0 է։ Հայաստանում արդյունաբերությունը 0-ական իրավիճակում է։ Աշխատատեղեր ապահովող հիմնական ոլորտ այդ արդյունաբերությունն է։ Եթե այդ արդյունաբերության վրա երկրի վարչապետը արդյունաբերություն նախարարություն անգամ չունի, 0-ական ազդեցություն ունի, մոռացել են, որ Հայաստանը թեթև արդյունաբերություն է ունեցել, որտեղ 10-15 հազարով կանացի աշխատատեղեր են եղել։ Ոչ մեկ այդ թեմայով չի խոսում։ Խոսում են նոր տեխնոլոգիաներից, գիտեն iPad կամ Galaxy աշխատեցնել, գիտեն արդեն նոր տեխնոլոգիաների են տիրապետում, կամ հասարակության այդ զանգվածները դրանով է, որ պիտի այդպես չի։ Այս երկիրը իր մասին մտածելու լուրջ խնդիր ունի։ Եվ այս երկրի մասին մտածող շատ խելոք մարդիկ կան։ Այդ մարդիկ գալու են իշխանության 2017-ին։ Ուզում է Սերժ Սարգսյանը թե ոչ, ուզում է Արտուր Բաղդասարյանը թե ոչ, իրենց ժամանակը լրացել է։ Իրենց մտածելակերպը հին է, քարացած ու քոսոտ։ Պարոն Սարգսյան, քանի որ ասացիք 2017-ին ի վերջո փոխվելու է ձեր կարծիքով իշխանությունը, դաշնակիցներ ունեք։ Գիտեք, ես երբ որ ասում եմ կան այդպիսի մարդիկ,
Մարդ կա, որ մի ամբողջ կուսակցություն արժի ու հրաշալի դաշնակից է, ում հետ կարող ես թշնամու թիկուն գնաս։ Կուսակցություններ կան, որոնց հետ կարող ես այդ կռիվը տանել։ Մարդկային շատ մեծ խմբեր կան, որոնք փոփոխություններ են ուզում։ Տարբեր կան մարդկային խմբեր, որոնք այդ փոփոխությունները ռադիկալ են ուզում ու նույնիսկ զենքի ուժի են դիմում։ Կան խմբեր, որոնք այդ փոփոխություններն իսկապես ուզում են ու մարտի 1-ին գիշերն էլ մնացել են մինչև վերջին մարտ։ Կան խմբեր, որոնք զուտ գաղափարականի վրա դրած տեսնում են եւ այդ գաղափարի համար պատրաստ են պայքարել, իհարկե տեսնում եմ։ Իհարկե կան այդպիսի ուժեր եւ իհարկե այդ ուժերի հետ նաեւ բանակցում եք։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ եմ հասկանում, դուք հիմա համախմբված ընդդիմության գաղափարն եք առաջնում, ուզում եք համախմբեք ընդդիմության ի վերջո։ Գիտեք, երկու լավ բանակցում եք այդ ուղղությամբ։ Երկու տարբերակ կա։ Մի տարբերակ, որ դու ուղղակի պատրաստվում ես 2017-ին գնալ քու կուսակցությամբ, վերցնել որոշակի տեղեր եւ ազգային ժողովում փորձնել հանրապետականի ղեկավարությամբ իրացնել քու գաղափարները։ Կան կուսակցություններ, որոնք գաղափարական հենքի առումով մերպես են մտածում, բայց ապագայի առումով տեսնում են այդ ճանապարհը։ Եվ կան կուսակցություններ, որոնք խնդրի լուծումը տեսնում են համակարգային փոփոխության մեջ։ Իսկ համակարգային փոփոխություն ասածը ոչ թե տեսնում են այս նախարարին նրանով դնել կամ չգիտես սահմանադրությունը փոփոխել, չի համակարգային փոփոխությունը։ Համակարգային փոփոխությունը քաղաքակրթական ընտրության մեջ է։ Երկրի ապագան, երկրի տեսլականը նկարագրելու, ցույց տալու ճանապարհը, վեկտորը ուղղելու մեջ է։ Եվ այդ առումով գնալ ուղակի առանձին կուսակցությամբ համարում եմ սխալ։ Սա իմ մոտեցումն է։ Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտը մաքսիմալ, եթե գաղափարական առումով իրար շատ մոտել չեն, չպետք է շատ հեռու լինեն։ Այսինքն չի կարա այդ թիմում լինել ընդդիմադիր ուժ, որը եվրասիականության կողմնակից է, գտնում է, որ այնտեղ է ճիշտ, բայց գտնում է, որ իշխանությունը պիտի հեռանա։ Բայց այսինքն արտաքինն ու ներքինը պետք է նման լինեն։ Այո, պետք է արտաքին մոտեցումների առումով նման լինեն, ներքին առումով փոփոխություններ ուզող ուժերի քանակը շատ է։ Եվ ես տեսնում եմ, որ քաղաքական զարգացումները, հանձինս նաև այս վերջին ընտրությունների, ցույց տվեցին, որ Հայաստանում process-ները միևնույն է յետընտրական են լինելու։ Այսինքն ընտրությունները անկախ նրանից ընտրականը օրենսգիրքը ինչպիսին կընդունեն, անկախ նրանից սահմանադրությունը փոխեցին թե ինչ արեցին, անկախ նրանից այդ ընտրական մեխանիզմները ինչ իրավիճակի բերեցին, ակնհայտ դարձավ, որ ընտրություններում ընտրատեղամասից դուրս եւ փող է բաժանվել, եւ ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործվել, եւ քրեաօլիգարխիկ համակարգ է օգտագործվել, քրեական էլեմենտներ են մտել խաղի մեջ։ Այս ամենը արդար ընտրություն համարել, որ խաղի կանոնները ճիշտ են, ու արի գնամ մի հատ էլ քվեարկվեմ։ Ես գիտեք, ես այդպես չէի համարի։ Հետևաբար խնդիրը առաջիկա ընտրություններում, որ 2017-ին լինելու է, վերջանալու է նորից հետընտրական process-ներով։ Այսինքն գնալու են Բայց պատմությունը չի կրկնվի այդպես բան։ Այդ պատմությունը կրկնվելու է այնքան մինչև փոփոխություն լինի, որտեղ այլ տարբերակ, այլ մեխանիզմը, սասնատրելի մեխանիզմներ, հասկանում եք։ Այս երկու մեխանիզմների մեջ է ընտրությունը։ Կան հաջողված օրինակներ։ Ես հաջողված օրինակ եմ համարում եւ մեր համար, Հայաստանի համար շատ ընդունելի օրինակ եմ համարում Ուկրաինայի երրորդ փուլի օրինակը։ Ի նկատի ունեմ Յուշչենկոյի երրորդ փուլով հաղթելու օրինակ։ Սա մեր համար իդեալական օրինակ է։ Ես նաեւ լավ օրինակ եմ համարում Վրաստանի վարդերի հեղափոխության օրինակը, բայց Ուկրաինայի օրինակը մեզ համար ավելի։ Այսինքն այս երկու օրինակները ցույց են տալիս, որ հետընտրական process-ների արդյունքում ճիշտ արած քայլերի, ճիշտ թիմի, սեփական անկախության, սեփական եսի, սեփական կարևորության, սեփական պետությունը երրորդական չհամարելու պարագայում կարելի է հաղթել ցանկացած ուժի։ Եվ Պարոն Սարգսյան, համախմբման մասին խոսելը շարունակենք։ Ասացիք այն ուժերը, որոնք արտաքին եւ ներքին նույն փաստորեն մոտեցումներ ունեն։ Հիմա դաշտում որոնք են այդ ուժերը։ Դուք ձեզ համար հաստատ նշмарած կլինեք արդեն երևի բանակցություններ։ Մի փոքր կիսվեք, հայ։ Իհարկե, ես իմ համար նշмарած ունեմ։ Իհարկե ես այդ մարդկանց հետ առաջին տարին չի որ հանդիպում եմ, աշխատում եմ, շփվում եմ, իհարկե կան անհատներ, որոնց հետ ամենօրյա շփում եմ, կան կուսակցություններ, որոնց հետ
շփումներն ավելի հաճախ են կան, կուսակցություններ, որոնց հետ նոր ենք սկսել շփումներ եւ համագործակցության եզրեր ենք տեսնում։ Այս ամեն ինչը Այդ որոնք են կմանրամասնեք, որ Գիտեք կուսակցություններ ինչ, պատրաստվում միասնական ընդդիմություն։ մեծ առումով դրանք այն կուսակցություններն են, որոնց հրավիրել էինք մեր կուսակցության։ Այ հիմա թվենք, հա, որոնք են։ Գիտեք, թվարկելու կարիքն ու իմաստը չեմ տեսնում, որովհետև չարժի Հերոստատողների համար պարզ լինի ովքեր են այդ։ հենց հերոստատիտողների համար ասեմ հետեւյալը։ Ես պատկանում եմ մարդկանց այն թվին, որոնք քանի դեռ համաձայնությունը չի եկել։ Մարդը չի ասել, այո, ես համաձայն եմ, այո, ես գալիս եմ քո հետ։ Ես իրավունք չունեմ այդ մարդու անունը բարձրաձայնել։ Երբ որ այդ համաձայնությունը կլինի, երբ որ այդ մարդիկ ամեն ինչին կհամաձայնվեն, երբ որ ընդհանուր հայտարարի կգանք, մենք էլ այդ կասենք, մեր հերոստատիտողն էլ կուրախանա։ Իսկ դեռ ձուկը ջրում այդ մարդկանց տեսակետները ամբողջությամբ չճշտած, այդ մարդկանց այլ դաշտերում որոշումները չարած, այդ մարդկանց անունը տալը, իմ կարծիքով, իմ կողմից բարձրաձայնելը, պետք է լինի սխալ։ Այդ լինի համաձայնության արդյունքում։ Իրական առումով ես ձեզ ասեմ, որ 2003 թվականին, երբ Ստեփան Դեմիրճյանի շուրջը համախմբված ուժերը երկրորդ փուլից հետո եղավ են, որից հետո գնացինք ազգային ժողովի ընտրությունների, տեսեք մարդիկ իրար հետ ճամփա էին անցել, երկար ճանապարհ, որտեղ հաղթանակի համարյա հաղթանակի հոտն էին տեսել, բայց դաշինք կազմվեց վերջին 1 շաբաթվա ընթացքում։ Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում, այդպիսի խարիզմատիկ լիդերի պարագայում, մարտի 1 անցնելուց հետո 10 զոհեր ունենալուց հետո այդ Հայ ազգային կոնգրես դաշինքը, որ ընտրություններին պիտի մասնակցեր, որպես ընտրական դաշինք, բավականին դժվար ձևավորվեց եւ այնտեղ բաներ կան, որ խախտվեց։ Հետևաբար առաջիկայում էլ այդ դաշինքի ձևավորումը ու դաշինքի մասին, որ ուժերն են, որոնք կմտնեն դրա մեջ, դրա հայտարարությունը կլինի ընտրությունից 1 շաբաթ այս կողմ կամ այն կողմ։ Ուրիշ խնդիր է։ Այսինքն առանձին կուսակցությունները քարոզարշավ կանեն, ընտրությունից բացարձակ ես այդ չասեցի, ես բացարձակ այդ չասեցի։ Ընտրության քարոզարշավից 1 շաբաթ շուտ, արդեն քարոզարշավ մտնելուց առաջ, այդ կուսակցությունները կհայտարարեն, որոնք են, որ դաշինքով են հանդես գան։ Իսկ քանի ուժ է պետք, որ արդյունավետ լինի։ Դա նման հաշվարկներ կան, օրինակ քանի ուժ պետք է միավորվի, որ արդյունավետ լինի։ Գիտեք, կան կարող է երկու ուժ իրար միավորվելով երկրաչափական պրոգրեսիայի այնպիսի էֆեկտ տան, որ դրանից հետո այդ ցանկը հասնի 17-18-ին։ Նման օրինակներ ես անձամբ տեսել եմ ու ոչ մի անգամ։ Խնդիրը ոչ թե այդ ընտրություններում այդ ուժերը, ենթադրենք այդ դաշտում եղած բոլոր ուժերը միավորվեցին։ Ընդդիմադիր դաշտ։ Այո, ընդդիմադիր դաշտում, իրական ընդդիմադիր դաշտում։ Այն ում որ ես գոնե իրական ընդդիմություն եմ համարում, ոչ թե իրենք են իրենց ընդդիմություն կամ ոչ իշխանություն։ Լավ, այսպեսի մի հարց, ում եք բացառում, ում հետ եք բացառում համագործակցություն։ Բոլոր այն ուժերի, ովքեր մարտի 1-ից հետո գնացին Սերժ Սարգսյանի հետ բաժակ չխկացրեցին, պաշտոններ վերցրեցին, արդարացրեցին այդ քայլը, որ կարելի է մարդ սպանելով իշխանության գալ, եւ այդ իշխանությունը օգտագործել իբարս Հայաստանի Հանրապետության Բարգավաճ Հայաստան, օրինաց երկիր, որ դաշնակցություն, այո, եւ հանրապետական կուսակցություն այդ ուժերին ուղղակի բացառում։ Մնացած բոլորի հետ հնարավոր է համագործակցել։ Գիտեք ինչ, կոմունիստների հետ համագործակցությունը ինչ որ չէ, թե գաղափարական առումով խոսքս միայն տնտեսության ձևի մասին չի, եւ թե աշխարհակաղակական ուղղվածության առումով կլինի եւ ոչ արդար, եւ ոչ ճիշտ, եւ ոչ անկեղծ։ Ես անկեղծ համագործակցության կողմնակից եմ։ Մնացած բոլորի հետ համագործակցությունը միանշանակ հնարավոր է, բայց այստեղ խնդիրը նաև հետեւյալ բանն է։ Ենթադրենք, բոլորը համախմբվեցին, գնացին այդ ընտրություններին, այդ ընտրություններում նույն կերպ խախտեցին, հետո ասեցին արեք ազգային ժողովում այնտեղ բազարներ անեն, մենք էլ ասեցինք, չէ, գնում ենք փողոց։ Հավատացեք, որ բոլորն էլ միանան, միևնույն է հանրապետական իր խախտումներն անելու է։ Սրանք չեն ուզում իրենց իշխանությունը թողեն։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի ուզում երկրորդ ժամկետից հետո գնա, ինքն ուզում է նորից մնա։ Իրենք մինչև վերջ ինչ հնարավոր է անելու են։ Հետընտրականի ժամանակ ինչ եք անել։ Հետընտրականի ժամանակ այն ուժերը, ովքեր չեն միացել, նույն այդ կոմունիստները, եթե գան հրապարակ, ժողովուրդը իրեն չի ասելու գնա, հասկանում եք։ Այդ հետընտրականը այնձևի process է, որտեղ այդ համագործակցության ձեր ասած 1-2 կուսակցությունը, որոնք գաղափարական եւ այլ հենքի վրա են, կարող են դառնել 15-ի, կարող են դառնալ 20-ի։ Այդ նորից այդպես է եղել։ Այդ գյուտը ես չեմ հորինել։ Եվ այդ պարագայում հասարակությունը ստանում է այն էֆեկտը, ինչ ստացավ 8 թվականի փետրվարի 26-ին կամ 2003 թվականի փետրվարի 19-ին, երբ որ մասնակիցների թիվը հասավ մինչև օպերայի այդ բանը, շրջագիծը։
Պարոն Սարգսյան, միավորելով ընդդիմությանը դուք եք առաջնորդելու այդ միասնական ընդդիմությունը։ Գիտեք, ես ամբիցիաներ ու իմ անձով չեմ պայմանավորում այս ամեն ինչը։ Բայց դուք եք փորձում միավորել։ Միայն ես չեմ փորձում։ Շատ մարդիկ կան, որ փորձում են այդ միավոր։ Գիտեք ինչ, պետք է այդ ամեն ինչի մեջ ոչ թե անձը կարևոր, պետք է համեստ լինել։ Պետք է խուսափել այս երկրում առնվազն մի 10-15 պաշտոն կա, որը ղեկավարելով կարող ես երկրի ներքին կյանքի վրա, եթե իրական կառավարում է, ներքին կյանքի վրա ազդեցություն ունենալ։ Եթե պիտի փոփոխություն անես, ու այդ փոփոխությունից հետո էլի մի մարդ որոշի, այս երկրում ով ինչ պիտի անի, այն է Սերժ Սարգսյանն անում, էլ ինչի էս փոխում։ Այսինքն խնդիրը ոչ թե իմ իշխանության գալու մեջ է, խնդիրը երկրի մեջ է։ Այսպես շարունակել այլևս չի կարելի։ Համապետական ընտրությունները այդ հնարավորությունը տալիս են եւ ամեն հաջորդ եկած նախագահ սահմանադրություն է փոխում, թիմ է ձևափոխում եւ այլ, որ հաջորդ ընտրությանը ինքը մնա։ Այդ հաջորդ ընտրությունը 17 թիվն է, մենք դրան պիտի պատրաստ լինենք։ Մենք հասարակությանը պիտի հուսադրենք։ Ոչ թե պիտի իրենց ընդդիմադիր համարող քաղաքագետներ ու վերլուծաբաններ կան, որոնք առավոտից իրուն հոդվածներ են տպում ու սղոցում են ժողովրդի գլուխը, որ դու դատապարտված ես։ Դու ելք չունես, հանրապետականը տես ինչ է անում։ Հաղթելու է, այդպիսի բան չկա։ Այդպիսի բան չկա։ 2003 թվականին ով էր ես, ով էր Ստեփան Դեմիրճյանը, ով էր հավատում, որ մենք կարող ենք այդքան մարդ հավաքել։ Ու մեկ էլ այդպիսի 2008 թվականին, երբ որ սեպտեմբերի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց, մինչև խոսելը նույն Գալուս Սահակյանով, Հանրապետականով բռնած ասում էին Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան խելոք մարդ է, որ չի մտնի քաղաքականության մեջ։ Ասում էին, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մտնի, նրա հետևից գնացողը 5 տասնյակից ավել չի լինելու, որտեղ ՀՀՇ-ի մասին հիշողությունները այնքան շատ են, որ մարդիկ նրան անիծելու են, չեն գնալու։ Հիմի վիճակը, այսօրվա վիճակը շատ ավելի դրական է, քան այն ժամանակվանը, հավատացեք։ Ու 2017-ը շատ բուռն է լինելու։ Բայց դրան պատրաստվել է պետք։ Միայն ոգևորությամբ չի։ Հասարակությունը պիտի իմանա, որ իրենից կախված բան կա, որ ընտրություններով չի խնդիրը փոխվելու, պիտի անկեղծ ասես, որ հետընտրական process-ներով ոտքի ենք լինելու, որ փոխվի։ Հակառակ դեպքում սրանք չեն բանանա։ Պարոն Սարգսյան, այսօր առաջին անգամ փաստորեն հայտարարեցիք, որ նման միավորման գործընթաց եք նախաձեռնում։ Ի վերջո արդեն երբ կլինեն առաջին պտուղները, այդ, չգիտեմ, համաձայնագիր է ստորագրվելու, ինչ որ ձևով համաժողով է լինելու, ինչպես է, դա ազդարարվելու է ինչ որ ձև։ Գիտեք ինչ, նախ առաջի անգամ չի, որ հայտարարում եմ, ես արդեն երրորդ տարին է, ասում եմ, որ ընտրությունների համար։ Նույն ընտրությունների համար 2012 թվականից ես որ մեզ համարում են, որ դուք пассив եք, որևէ բան չեք անում եւ այլ այս process-ներին չեք մասնակցում, ես ասում եմ, որ այս տարիների փորձը մեզ որոշակի գիտակցական մակարդակի է բերել, որից մենք պարտավոր ենք օգտվել, չի կարելի ամեն անգամ նույն ճանապարհով գնալ։ Հետևաբար մենք եկել ենք այն հետևության, որ այս երկրում հասարակությունը փողոց է դուրս գալիս եւ իրական փոփոխությունների է գնում միայն համապետական ընտրությունների եւ նախագահական ընտրությունների ժամանակ։ Իսկ այդ process-ին մասնակցել է պետք համախմբված։ Մի քանի տարի պատրաստվում ենք։ Այո, մի քանի տարի պատրաստվում ենք։ Վերջի շրջանում մանավանդ քարորիա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ մենք քաղաքակրթական ընտրության խնդիր ունենք, որ մենք պիտի նայենք ով է մեր բարեկամ, ով է մեր հակառակորդը։ Իրական գնահատենք այդ արժեքները եւ այդ արժեքների ենթատեքստում սկսենք առաջ գնալ։ Եվ այս շրջանը բերեց նրան, որ այն մարդկանց թիվը, ովքեր որ մտածում էին, որ մեր արժեքային համակարգը դեպի արևմուտք, եթե նախկինում 5-7% էր, հիմա նույն արևմտյան տարբեր դիվանագիտական կենտրոնների հարցումներով 25-ից 45% են հասնում։ Եվ հավատացեք, որ այդ մրցակցությունը միայն Սիրիայում չի, որ այդ արևմտյան կենտրոնները իրենց 35-40%-ի համար պայքարելու են։ Եթե նախկինում 7%-ին ներկայացնող քաղաքական ուժ չկար, որը փողոց դուրս գար ու այդ գաղափարով գնար ու իրենք աջակցեին, ու իրենք աջակցում էին մենակ արդարությունը։ Հիմա այդ 45%-ին իրենք դեր են կանգնելու։ Այդքան նաև դուք։ Դա է առաջինը ես։ Մենք պիտի լինենք այդ 45%-ի տեր կանգնողը։ Երևա որ մենք կանք։ Այսինքն առաջատար արևմտամետ ուժ եք լինելու։ Գիտեք ինչ, առաջատար ես այն կարծիքին եմ, այդ առաջատար, վերջատար, այս բաները իմ համար չեն։ Ես պատկանում եմ մարդկանց այն թվին, որ գտնում եմ, որ կա գաղափար, որի համախոհների թիվն օր-օրի աճում է եւ դա հասնում է 45%-ի։ Նույնիսկ 30%-ը 45% արևմտամետ, մարդիկ արևմուտքի կողմնակից են, հա։
Գիտեք, Հանրապետություն կուսակցությունը եւ անձամբ ես հարցումներ չեմ արել, բայց ես տեղյակ եմ որոշակի հարցումների, որոնց արդյունքները մինչև մարտի 1-ի, մինչև ապրիլյան պատերազմը հասնում են 25-35%-ի, ապրիլյան պատերազմից հետո այդ թիվը աճել է մինչև 45%։ Նման հարցումների ես ծանոթ եմ։ Ընդունենք, որ 35% է, այդ 35% քվեն պիտի ունենա իրեն առաջ տանող ուժը։ Ես հակված եմ, որ նման առաջ տանող ուժ ձևավորվի։ Այդ առաջ տանող ուժի լիդերը ով կլինի, կորոշի այդ ուժը, կորոշի այդ հանրությունը։ Այդ 35%-ը մտածող անհատներ են։ Իրենք տեսնում են զարգացման մոդելը այդտեղ, իրենք տեսնում են այդ առավելությունները, իրենք տեսնում են, որ այս քրեա օլիգարխիկ ասածը եւ այլը, երկրորդական բաներ են, պիտի համակարգն ասես։ Դու կողմ ես Եվրասիականին մնալու, թե Եվրասիականից դուրս գալն ես տեսնում տնտեսության վերականգնման կամ քաղաքական կամ անկախության վերականգնման։ Եվ այս ենթատեքստում եղած ուժերը իհարկե կդառնան առաջատար, այդ թվում նաև Հանրապետություն կուսակցություն, այդ թվում նաև ես։ Այդ կուսակցությունների մեջ կլինի պայքար սեփական տեղի դերի, իհարկե շատ բնական է, եւ դա առողջ պայքար է, եւ դա շատ լավ է, որ լինի։ Բայց այս փուլում դեռ այդ մասին խոսելը չափից ավել վաղ է, որովհետեւ այդ մասին կխոսենք ընտրություններից, երբ որ քարոզարշավը կսկսի, դրանից մի շաբաթ առաջ կլինեն համագումարներ, որտեղ հայտարարություններ կանենք, թե որ քաղաքական ուժերի հետ ենք բանակցում եւ որ կետերը։ Մինչ այդ չեք ասի։ Տեսականորեն ինչ կար ասելու, առանց որևէ բան թաքցնելու, ես ձեզ ասացի։ Չկա որևէ գաղտնիք, ես գաղտնիքներ չունեմ մեր հասարակությունից։ Ես ուղղակի չեմ տալիս անուններ, որոնց համաձայնությունը չունեմ տալու։ Եվ համարում եմ սխալ, մինչև այդ մարդու համաձայնությունը ստանալը, այդ մարդու անունը տալու։ Ես այդ ճիշտ չեմ համարում, բայց քաղաքական դաշտում կան ուժեր, որոնց հետ համագործակցում ենք, որոնք կիսում են մեր ուրախությունները եւ տխրությունները, թե մարդկային առումով, թե քաղաքական առումով, եւ մենք էլ մեր ուրախություններին իրենց հravirում ենք, եւ այդ ակնհայտ է դաշտում երևում է։ Կան մարդիկ, ում հետ հանրահավաքներ են արել եւ այդ հանրահավաքներում հաճույք ենք ստացել։ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցել եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հայ ազգային կոնգրեսը քաղաքակրթական մոտեցման իր առումով գտնվում է ամբողջական ռուսական ենթատեքստի վրա։ Եվ այդ առումով ինքը չի կիսում մեր մոտեցումը, որ Եվրասիական միությունն է մեղավոր երկրում։ Իրենք գտնում են, որ գործող իշխանությունը քրեա օլիգարխիկ է եւ բավարար է երկրում այդ քրեա օլիգարխիկ համակարգը փոխել ու նույն Նազարբաևի, նույն Լուկաշենկոյի, նույն Պուտինի ներկայությամբ Հայաստանը կդառնա օազիս, որը շատ ավելի արդար է ու աշխատ։ Այս մոտեցումը կարող է իր ենթատեքստում ապրելու իրավունք ունենա, բայց ես չեմ կիսում այդ, որովհետև ես համարում եմ, որ ինչպիսին քո ընկերներն են, այնպիսին էլ դու պիտի լինես։ Եթե քո ընկերը Ֆրանսիան է, Միացյալ Նահանգներն է, Գերմանիան է, դու նմանվում ես իրենց։ Եթե քո ընկերները վատն են, ցմահ մնացողներ, գողացողներ, քլեոլիգարխիկ, դու դառնում ես դրան։ Երկրորդ փուլում հետընտրական process-ում իհարկե չեմ բացառում ու ավելին շատ հնարավոր եմ համարում, դա լրիվ իրատեսական է, որ Հայ ազգային կոնգրեսը չի մնա տանը ու կմիանա այդ հանրահավաքներով։ Պարոն Սարգսյան, դուք փաստորեն նախաձեռնում եք ընդդիմադիր արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերի միավորում։ Այո։ Եվ ընտրություններից հետո հետընտրական process-ում արդեն հստակ ուղղակի ինչ է արվելու։ Օրինակ ընտրությունները չհաղթեց այս արևմտամետ ընդդիմադիր միությունը, ինչ է անելու այդ դաշինքը։ Նախ ասեմ, որ ընտրություններով քվե հաշվելով, որ գիտեք ինչ, նստեցինք, քվեները հաշվեցինք ու այդ քվեները պահեցինք տեղերում ու հաշվեցինք ու պարզվեց, որ իշխանությունը պարտվել է, այդպիսի բան ես անձամբ Հայաստանում չեմ պատկերացնում։ Չկա նման տարբերակ, այս իշխանության պարագայում նման տարբերակ չկա։ Ընտրություններին միանշանակ մասնակցել եմ։ Այդ քարոզարշավի 30-40 օրը հասարակության քաղաքական մակարդակը բարձրացնելու, նրա էներգետիկ լիցք տալու, նրան լիցքավորելու շատ լուրջ հնարավորություն է։ Մարդը հեռուստատեսությամբ լսում է ինձ, ձեզ, մյուսին, ժամանակի ընթացքում դառնում է որևէ մեկի համախոհը, կամ այսպես ֆուտբոլային լեզվով ասած բալեշչիկը, կողմնակիցը։ Ինքը բալետ է անում այդ մարդուն, երկրպագում է։
այդ երկրպագության արդյունքում այդ մարդը սկսում է փողոց դուրս գալ։ Մեկ հանրահավաք, երկրորդ հանրահավաք, երրորդ հանրահավաքում այդ երկրպագուն մասնակից է դառնում այդ հանրահավաքին։ Ինքը դառնում է արդեն թիմի անդամ, իսկ հետընտրական process-ում, երբ որ ինքը տեսնում է, որ նաև իր քվեն է գողացած, իրեն է խաբել, որ կեղծ թվեր են նկարել, ինքը արդեն բողոքի է դուրս գալիս։ Այս սրանից օգտվել է պետք։ Ես տեսնում եմ 2017 թվականի քաղաքական գործընթացների զարգացումը ես ենթատեքստում։ Ես գիտեք ինչ, եթե Հայաստանում ընտրություններով մարդիկ կարողանային գնալ իշխանության, փոխել իշխանությանը, հավատացնում եմ ձեզ, ես կզբաղվեի արդյունաբերությամբ քաղաքականության մեջ չէի լինի։ Բայց դժբախտաբար Հայաստանում քաղաքական դաշտ չի ձևավորվում, Հայաստանում քաղաքական ուժերը լղոզվում են ու մարդիկ սկսում են խառնելով ընդդիմությունով ոչ, մի պատճառով Հայաստանում չկա ընտրություններ։ Ընտրական համակարգ որպես այդպեսին գոյություն չունի։ Մեծ ցանկության դեպքում է միայն հնարավոր, այն ինչ որ այսօր տեղի է ունենում Վանաձորում կամ Գյումրիում այս վերջի տեղական ինքնակառավարման ընտրությունները համարել ընտրություն են էլ քաղաքական։ Պարոն Սարգսյան, բայց հետընտրական process-ների վրա հույսը դնելու մասին, հա, ի վերջո մեր մոտ պատմության մեջ եղել են նման դեպքեր, հետընտրական process-ները գնացել են, բայց դրանք էլ արդյունք չեն տվել, չէ։ Ես քիչ առաջ բացատրեցի, արդյունք չեն տվել, որովհետև այդ հետընտրական process-ների լիդերները, ովքեր ղեկավարում էին ժողովրդին այդ ենթատեքստում, իրենք իրենց քաղաքական արժեքները տեսնում էին Մոսկվայում։ Եվ իրենք տեսնում էին, որ Այսինքն խնդիրը արտաքին կողմնորոշման մեջ է եղել ի վերջո։ Ուզում ենք մենք թե չէ, Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին քաղաքական գործոնի ազդեցությունը դժբախտաբար այսօր 60-70%-ից ավելին է։ Այն 30%-ն է հասարակությանը։ Այն մնացածը արտաքին քաղաքականի ինքն է որոշում։ Այդ մրցակցությունը Արևմուտք ու Ռուսաստան, ուզում ենք թե չէ, մտել է Հայաստան։ ወይ կարող ենք չտեսնել, ասենք, չէ, գիտես չի մտել։ Մենակ մեզնից է կախված, մենք որոշենք։ Բայց ինչ կփոխվի, եթե օրինակ ռուսական կողմնորոշում փոխվի արևմտյան կողմնորոշման ընդդիմության, ինչը կփոխվի դրանից, պարոն Սարգսյան։ Ինչ առումով եք հարցը տալիս։ Եթե խնդիրը փոփոխության առումով կհասնենք արդյոք։ Չէ, հաջողության հասնելու առումով։ Հաջողության հասնելու առումով ես կարող եմ բերել երկու դրական օրինակ։ Վրաստանը գնաց այդ ճանապարհով, ինքը հասավ հաջողության, թեկուզ Շևարդնաձեն հրաման տվեց կրակել ժողովրդի վրա, չկրակեցին։ Հասկանում եք։ Նույնը Ուկրաինայում, իհարկե երկրորդ էտապում այնտեղ ուրիշ բան է եղավ, բայց աջակցություն առաջի էտապում երրորդ փուլով հաղթեց։ Այսինքն, այստեղ էսպես է, այս իշխանությունը, եթե փողոցում միայն հանրությունն է, որը չունի արտաքին քաղաքական աջակցություն, միշտ կճարի 10-20 մարդ, ով կրակելու է ժողովրդի վրա։ Որից հետո կամ դու էլ գնում ես հակառակին, որը սկսում է քաղաքացիական պատերազմ, ինչը Հայաստանի նման պետության, այն էլ Ղարաբաղի հարց ունեցող պետության համար ուղղակի կործանարար է։ Կամ պիտի դու ունենաս աջակցություն արտաքին քաղաքական, որը այդ ժամանակ մտնում է խաղի մեջ ու ասում է՝ մի րոպե չի կարելի այդ։ Այստեղ արդեն պատասխանը տալու խնդիր կա ու Հաագայի դատարանում իմացի գնացիր դրան ու այս պարագայում գոնե այսօրվա գործողի, օրինակ Ռոբերտ Քոչյանի պարագայում ես այդ չէի ասի, բայց Սերժ Սարգսյանի պարագայում այդ հնարավոր է, որտեղ ինքը բանակցության գնացող, կոմպրոմիսի գնացող տեսակ է իր ձևի մեջ։ Եվ այս պարագայում հաջողության հասնել, իհարկե, հաջողության հասնել հնարավոր է, որովհետև նախ կա դրա օրինակները, որ հասել են, երկրորդ մենք դրանից ոչ մի բանով պակաս չենք, երրորդ համախմբան պարագայում, այն էլ Հայաստանի նման այս իրավիճակում երկրում, դա ավելի իրատեսական է, քան նորից 2017-ին ՀՀԿ-ն շարունակի ամեն ինչ մի քիչ էլ վատանա ու մնա այդպես։ Էլ վատանալու տեղ չկա, ինչ վատանա, մնա այդպես։ Պատկերացնում եք 17-ից հետո էլ մնա այսպես։ Մենք լուրջ դեմոգրաֆիական խնդիրներ ունենք։ Հասկանում են այդ իշխանությունները չեն հասկանում։ Մարդիկ տեսնում են իրենց կողքին փակված հարևանների դռները, այդ հասկանում են։ Այդ պայթելու է։ Ուզում է իշխանությունը, թե չի ուզում, այդ պայթելու է։ Ինպես մարդիկ, Հանրապետություն կուսակցության նման կուսակցությունները, որոնք կան դաշտում, անհրաժեշտություն են, օդ ու ջրի նման, որ այդ պայթյունը չվերածվի քաոսի։ Լավ, Ռուսաստանն է, ենթադրենք, ասենք, ինչ ասեմ, Ռուսաստանին միշտ բնորոշ է եղել հեղափոխությունները, բնորոշ են եղել տերորիստական ակտերը, եւ Աստված մի արասե, ես չեմ ուզում այդպիսի բան, որտեղ անկառավարելի Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է, քան այս դիկտատուրայով Պուտինյան Ռուսաստանը, բայց ենթադրենք, այնտեղ ինչ որ բան է լինում, այդ կարգի։ Դուք պատկերացնում եք, ասենք, լավ,
Ռուսաստանն է, ռուսական ազդեցության տակ իշխանություններ են, այս հակադրության ենթատեքստում նորից ռուսները հաղթում են, իրենք մնում են։ Բայց մի 30%-ի հնարավորություն կա, չէ՞ որ այստեղ արդեն այդ քաղաքական պայքարի մեջ կամաց-կամաց թե Սիրիայում, թե տարածաշրջանում, քայլ առ քայլ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա հերթը հասել է Հայաստանին, սկսում է արևմուտքը հաղթել։ Հաղթեց ով է լինելու։ Ով է այն խոսողը, ով է որ երկրի այդ ուղղության վրա պետությունը ինքը իր ներքին նույնիսկ ազգային անվտանգության մակարդակով պիտի այս թեմաների մասին մտածի։ Դժբախտաբար այս իշխանությունները մտածում են միայն իրենց իշխանությունը երկարաձգելու մասին, իրենցը պահելու, իրենց թիմը պահելու, իրենք համարում են, որ բացի իրենցից ուրիշով Ղարաբաղի հարցով բանակցի Ղարաբաղը զիջելու է, չգիտես ինչի։ Իրենք մտածում են, որ միայն իրենք են հայրենասեր։ Մնացած բոլոր նախագահի տեխնացուները դավաճան են ու առաջին հենց ոտը սեղմեցին Ղարաբաղը տալու են։ Այդ ով է ասել։ Ու այն աշճան են մտցրել հանրապետական կուսակցության անդամների գլուխները։ Այնպես ինչպես ասենք Կորեայի նախագահի ժողովրդի գլուխը մտցրել է, որ իրենց ֆուտբոլի թիմը աշխարհում առաջին տեղն է։ Կամ իրենք արևի վրա տիեզերագնաց են իջեցրել։ Այս աշճանի զոմբիացրել են։ Ու փորձում են այդ զոմբիացվածությունը տարածել իմ ձեր վրա։ Չի ստացվելու։ Չի ստացվելու։ Գոնե այդ գալաքսիից օգտվել արդեն գիտենք, էլի։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ մեր հյուրներ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, պարոն Սարգսյանը սկսել է արևմտամետ ընդդիմադիր բևեռի ստեղծումը, թե այդպես կարելի ասել, մի քիչ անհամեստորեն ինչպես դուք եք ասում։ Շնորհակալ եմ շատ մեր հրավերը ընդունելու համար։ Իսկ ծրագիրը շարունակում ենք, վերադառնանք այսօրվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վանաձորում, ինչպես եւ տեսակ, ընդդիմությունը համաձայնագիր կնքեց 3 կուսակցություններ, բայց ի վերջո ձայներից մի քանիսը հանրապետականի օգտին եղան եւ հանրապետական կուսակցության տեխնացուն ընտրվեց Վանաձորի քաղաքապետ, իսկ դրանից առաջ արդեն ընտրական process-ում երբ բավականին ընտրում էր, բավականին թեժ էր իրավիճակը ավականու նիստում եւ երկու կողմերը միմյանց մեղադրում էին։ Այդ ժամանակ մենք զրուցել ենք հանրապետական կուսակցության խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ